Հայկական դիվանագիտությունը բավականին ճկուն է իրեն դրսևորում առանձին հարցերում, որ ադրբեջանական կողմը շեշտադրումներ էր կատարել այդ հարցերի վրա եւ նպատակ էր դրել այդ հարցերը հայկական կողմի առաջ դնելով փակուղային իրավիճակում դնել հայկական կողմին եւ դիվանագիտությունը տապալելով անցնել ռազմական գործողությունների, տեսանք, որ չստացվեց հայկական դիվանագիտությունը ճկունություն դրսևորեց, խոսքը հենց նույն 17 կետերին է վերաբերվում, հա, քանի անգամ մոտավորապես, եթե չեմ սխալվում, 8-9 անգամ այդ չհամաձայնեցված կետերը փոխանցվեցին Բաքվից Երևան, Երևանից Բաքու եւ հակառակ ուղղությամբ եւ վերջնարդյունքում այդքան ծեծված 17 կետերը եւ կնճռոտ այն երկու կետը հայկական կողմն ընդունեց ու դիվանագիտական փակուղում դրեց հենց Ադրբեջանին։ Աշխատանքներ միանշանակ տարվում են արեք եւ ես դա նկատում եմ հանուն արդարության։